Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար, Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Սուրենյանց հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես պարոն Սուրենյանց, ինչ է այս պահի դրությամբ ցույց տալիս ձեր արած վերահաշվարկները, ԲՀԿ-ն անցնում է խորհրդարան, թե ոչ։ Շնորհակալություն նախ հրավերի համար։ Ուրեմն 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 4-ի 5-ի մերձակայքում մենք բոլոր 2050 տեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացել ենք արձանագրությունները եւ շատ պարզ մաթեմատիկական հաշվարկ ենք կատարել։ Այդ ժամից սկսած մեր համար ակնհայտ էր, որ մենք հաղթահարել ենք անցողիկության շեմը, որովհետեւ 4%-ը հաղթահարել ենք։ Մեր համար անակնկալ է եղել ԿՀ-ի սխալ հրապարակումը, ես կարծում եմ դրա մեջ քաղաքական միտում է եղել։ Հիմա պատճառներին կարող ենք անդրադառնալ եւ բնականաբար մեր փաստարկված ներկայացումից հետո ԿՀ-ին այլ բան չէր մնում, քան այս հարցում արդարության վերականգնումը, այո, վերահաշվարկից հետո մեր ներկայացրած թվերը միանգամայն հաստատվել են, մեզ պակասում էր կարծեմ 61 թե 2 ձայն, 4 տեղամասի վերահաշվարկով ավելացել է 120 ձայն եւ կարող ենք արձանագրել, որ ԲՀԿ-ն խորհրդարանական կուսակցություն է։ Այսինքն էլ վերահաշվարկը չի շարունակվելու այլ Եթե նույնիսկ շարունակվի, դուք արդեն ապահովել եք այն 60 եւ ավելի ձայնը, որ այլ տեղամասերում վստահաբար կորուստներ ունենալ չենք կարող, դեռ կնքված արձանագրություններ ունենք մեր մոտ։ Դուք պայքարի ժամանակ նախընտրական այս տրամաբանությամբ էիք առաջ շարժվում, որ ուղղակի հաղթահարեք ազգային ժողովի անցողիկ շեմը, թե ինչ էիք անում։ Մենք անկեղծորեն ենթադրում ենք, որ Միացյալ Ընդդիմությունը կամ ազդեցիկ 3-4 քաղաքական ուժերը ընդդիմադիր դաշտի հավաքականորեն կարող են իրենց ստացած քվեներով գերազանցել ՔՊ-ին։ Եվ այդպես էլ կլիներ, եթե ընտրական գործընթացը չուղեկցվեր աննախադեպ ռեպրեսիաներով։ Ես 95 թվականից ընտրական գործընթացի մասնակից եմ, տարբեր կարգավիճակներով, լրագրող, դիտորդ, վստահված անձ, թեկնածու եւ այլն։ Բուն քվեարկության օրը ես նման ռեպրեսիաներ չեմ տեսել, երբ որ ընդդիմության ակտիվիստներ, շտաբների աշխատողներ բերման ենթարկվեն, ռեյդ լինի դիմակավոր մարդկանց կողմից ընդդիմադիր շտաբների նկատմամբ, ես նման աննախադեպ ռեպրեսիաներ չեմ տեսել։ Ես հիմա պատրաստ չեմ հստակ պատասխանել այդ ռեպրեսիաները ինչպիսի ազդեցություն են ունեցել մարդկանց էլեկտորալ վարքագծի վրա կամ էլեկտորալ այս պատկերի որ մասնա ձևավորվել այդ ճնշումների հետևանքով, բայց որ հանրային տրամադրությունները ամբողջովին պաշտոնական թվերի մեջ արտացոլված չեն, դրանում վստահ եմ։ Լավ, եթե ձեր գնահատմամբ եղել են այդ ճնշումները վարչական ռեսուրսի կողմից, բա չեք հիշում կամ չեք ուզում արձանագրել կամ փորձել գնահատել ազդեցությունը այն ենթադրյալ ընտրակաշառքների, որ ընդդիմադիրների անունների հետ էր կապվում, դա արդյոք էլեկտորատի վարքագծի մեջ փոփոխություն չէր կարող առաջացնել։ Դուք կանխավարկեցիք կանխավարկը։ Ես ասացի ենթադրյալ ընտրակաշառքների մասին։ Հա, բայց որpիսի ինչ-որ բան գնահատենք, ինչպիսի ազդեցություն է ունեցել, դատական ակտ լինի, նախ հաստատվի մարդու մեղքը, որից հետո կարող ենք այո գնահատական։ Դե վարչական ռեսուրսի պարագային ո՞նց եք գնահատում։ Վարչական ռեսուրսը ռեպրեսիան պարզ երևում է, գալիս են շտաբ, ներխուժում են շտաբ եւ խաթարում են շտաբի աշխատանքը։ Հիմա իդեպ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս հարցում, ձեր ասած հարցում շատ իրավաչափ վարքագիծ է դրսևորել, երբ որ Հանրապետություն կուսակցությունը 2 օր առաջ քվեարկությունից դիմել էր կենտրոնական ընտրական հանձնաժողով այ ձեր ասած մոտիվով ուժեղ Հայաստանի ընտրապայքարից դուրս թողնելու հայցով կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնական արձանագրումն այն էր, որ ենթադրությունների հիման վրա չենք կարող նման որոշում կայացնել։ Լավ, պարոն Սուրենյանց, դուք ձեր առաջին մտքում ասացիք հետևյալը, որ քաղաքական միտում եք տեսնում այս թվերի անհամապատասխանության մեջ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ դրանք ոչ թե միտումնավոր արված են, այլ անճշտություններ են, այսինքն արձանագրությունները կան,
հենց այն թվերով, ինչ թվերով, որ դուք վեր եք հանել, ցույց տալով, որ դրանք անհամապատասխան են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի թվերի հետ։ Եւ հիմնականում խնդիրը տեխնիկական անճշտությունն է, որ արձանագրությունից դեպի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք ներբեռնված կամ գրված թվերը չեն համապատասխանում դրա հետևանքով։ Արդյոք դուք չեք դիտարկում նաեւ այս հնարավորությունը։ Որտեղից քաղաքական միտում է այստեղ։ Ամեն վարկած կարելի է ընդունել, լսել, այլ բան ես կհամաձայնեմ եմ այդ վարկածի հետ թե ոչ։ Հիմա եթե այս իշխանությունը ստի, կեղծիքի եւ մանիպուլյացիայի հետ այդքան չասոցացվեր, գուցե այդ վարկածը շատ լուրջ կարելի էր որպես հիմք ընդունել։ Սա մեկ։ Երկրորդը, այդ տեխնիկական վրիպումը, ինչպես ներկայացում է ԿՀ նախագահը, ով ի դեպի մուսանողական տարիներին կերներից մեկն է եղել, այսինքն անձնական ոչինչ չունեմ իր դեմ։ Շատ էական հարց էր լուծում, որովհետև այդ տեխնիկական այսպես կոչված վրիպակի հետևանքով ԿՊ-ն 3/5 ունենալու հնարավորություններ ունենում ապագա պարլամենտում եւ հնարավորություններ ունենում միայն իր խմբակցության քվեների հաշվին սահմանադրական օրենքներ ընդունել, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ընտրել եւ այլն եւ այլն։ Այսինքն իշխանության ստի եւ մանիպուլյացիայի հետագիծն է մեր մեջ կասկած հարուցել, որ գործ ունենք որոշակի միտումի հետ։ Բայց եթե մեր գործընկերները ԿՀ-ի կապացուցեն, որ իսկապես տեխնիկական վրիպակ է եղել, կարևոր օրինականության եւ արդարության վերականգնումն է վերջո, եթե մարդիկ ընդունել են, որ սխալ են արել եւ շտկել են, խնդիրը կամարեն վերահաշվարկ են անում մի շարք խնդիրը համարում են ընտրատեղամասերում Հետևաբար ձեր ասած քաղաքական միտումը որքանով է արդարացված լինում։ Բայց այստեղ մի այսպեսի բան էլ, պարոն Սոնյանց։ Դուք համարում եք, որ այս իշխանությունը այնքան ճշտախոս իշխանություն է, որ իր ցանկացած ասած պիտի հալածյուղ ընդունենք։ Ես ասում եմ փաստերի մասին եմ ասում։ Փաշինյանը առավոտի ինչ կասի, իրիկուն դրան բացառող ինչ կասի։ Ես փաստերի մասին եմ ուզում ձեր գնահատականը լսել։ Տեսեք, դուք ասում եք քաղաքական միտում ընդդեմ ԲՀԿ-ի։ Չէ, հանուն նրա, որ 3/5-ի մեծամասնություն ունենան խորհրդարանում։ Ուրեմն սկզբնաղբյուրը վերցնում ենք հենց դա, որ հանուն նրա, որպեսզի իրենք խորհրդարանում ունենան 3/5-ը։ Մեծամասնությունը, պարզ մեծամասնությունը, 60% է։ Չէ, դա պարզ մեծամասնություն է։ Մեծամասնությունը, լավ, մեծամասնությունը։ Որը թույլ է տալիս առանց այլ խմբակցությունների աջակցության ընդունել սահմանադրական օրենքներ կամ դրանցում փոփոխություններ։ Շատ լավ, բայց նույն ձեր վերահաշվարկի արդյունքում ավելացել է նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայները։ Մի վարքյան։ Ավելացել են նաև նրանց ձայները։ Հիմա ուզում եմ հասկանալ, պարոն Սոնյանց, մի վարքյան, եթե իրենք քաղաքական միտումով են ձեր ձայները վերցրել կամ սխալ մուտքագրել կամ փորձել գողանալ, այդ դեպքում ո՞րն է տրամաբանությունը, որ իրենք իրենց էլ ներողություն կգրեին քիչ ձայներ։ Շատ պարզ բացատրեմ, շատ պարզ։ Այն դեպքում իրանք ունենում էին պլյուս 3 մանդատ, եթե ԲՀԿ-ն չէր անցնում, ԲՀԿ-ի 5 մանդատներից 3-ը բաժին էր հասնում ԿՊ-ին, մեկը բաժին էր հասնում Հայաստան խմբակցությանը, մյուսը ասենք ուժեղ Հայաստան խմբակցությանը։ Այն դեպքում ունենում էին 3 մանդատ։ Ձեր ասած ավելացման պարագայում 1 մանդատի ավելացում են ունենալու։ Տարբերությունը շատ էական է կարծում եմ, չէ՞։ Այսինքն այդ 3/5-ի հարցը ԲՀԿ-ին ֆիլտրելով ունենում էին, լուծում էին այդ հարցը, հիմա չեն լուծում։ Հա, ձեր ասածով ենթադրյալ կֆիլտրեին ԲՀԿ-ին, բայց այդ դեպքում ինչու պիտի գրեին իրենց պակաս ձայներ, այն դեպքում, երբ որ ավելացել են այդ ձայները։ Որովհետև այդ ձայները պիտի ինչ-որտեղ բաժանվի, թե չէ։ Հիմա ինչ եք ասում, դուք ուզում եք ասեք, բեսպրիձել են Աշճանի պիտի հասներ, որ այդ 5 ավել մանդատի ձայները նկարեն, դե շնորհակալություն հայտնենք, որ տես չեն արել։ Չեն կարող այդ անել, այդ շատ ճճացող կլներ։ Սենց մտածել են, դե ուշ ժամ է, մարդիկ հոգնած են, գուցե այդ տեղամասերի խախտումները տենց շուտ չհայտնաբերեն, արել են։ Հիմա մենք գիտեք ինչի շուրջ ենք վիճում։ Ես ասում եմ մի թեթև կեղծիք են արել, մեծ հարց լուծելու համար, դուք ասում եք, չէ, իրանք մեծ կեղծիք անելու թունակություն ունեն, բախի ինչ են արել։ Չէ, ես հարցնում եմ, եթե այսպես է դեպքում Մարդը Ղարաբաղը կործանել է, կայնում ասում է, ես չեմ արել, դες որ կարող մեծ էլ աներ, այո։ Պարոն Սոնյանց, վերահաշվարկով, այո, ձեր ասածով գուցե փոխվի այնպիսի բան, որ դուք
հայտնվեք խորհրդարանում, որ այս կամ այն արդեն կուսակցությունը, լավ, թող պաշտոնական տեղեկատվությունը լինի, ձևակերպենք այդ կերպ։ Դուք հայտնվեք խորհրդարանում, որոշ կուսակցություններ, մի կուսակցություն ավելի քիչ մանդատ ստանա, մեկ այլ կուսակցություն ավելի շատ մանդատ ստանա, բայց ընդհանուր առմամբ պատկերը չի փոխվում։ Այսինքն ընդդիմությունը պարտվել է գործող իշխանությանը։ Ես դա եմ ուզում հասկանալ, մարդիկ էլի իշխանությունը չի փոխվում, պատկերն այդ տրամաբանությունից նկատի ունեմ։ Մարդիկ չեն վստահել էլի ձեզ երկրի կառավարումը, հավաքական ընդդիմադիրներիդ եմ ասում։ Ինչու՞։ Ունեք դրա բացատրությունը։ Առաջին, ես դες ասեցի, ժամանակը եւ քննությունը ցույց կտան, թե ռեպրեսիաները եւ վարչական ռեսուրսի չարաշահումը ինչպիսի ազդեցություն են ունեցել էլեկտորալ նման պատկերի ձևավորման վրա։ Դուք եթե ընտրող եք, բազմաբնակարան շենքում եք ապրում։ Տեսնում եք, որ դիմակավոր, բանդիտական գրոհ հիշեցնող իրավապահները ներխուժում են ձեր շենքի առաջին հարկում գտնվող շտաբ, ես չգիտեմ ձեր էլեկտորալ վարքագիծը ինչ կփոխվի այդ տեսնելուց հետո։ Իսկ նման դեպքեր բուն քվեարկության օրը եղել է զանգվածային Գյումրիում, Չարենցավանում, այլ Աբովյան քաղաքում եւ այլ տեղեր։ Սա մեկ։ Այսինքն ես ասում եմ, ժամանակը ցույց կտա այդ ռեպրեսիվ մեքենան ինչ ազդեցություն է ունեցել։ Երկրորդը, ամենախաղաղ ընտրությունները Հայաստանի կյանքում, որտեղ իշխանությունը անհամեմատ շատ քվեներ էր ստացել, քան այսօր, տեղի են ունեցել 2017 թվականին։ Դրանից ընդամենը 1 տարի հետո ինչ եղավ։ Կարծում եմ բոլորն են հիշում, չարժի հիշեցնել։ Դուք բայց չասացիք, որ բուն ընտրությունների քվեարկության օրը խնդիրներ չեք արձանագրել, ավելի շատ խնդիրները տեսել եք մինչև դա։ Գիտեմ, ոչ, այդ օրն է շտաբների ներխուժումը եղել։ Հենց այդ օրը։ Իսկ ինչ եք այդ հարցով արել, որևէ Այդ հարցով գուցե բողոքել դատական մարմիններին ընդհանրապես ընտրությունների արդյունքները վիճարկելու թեմա։ Բայց ինչու հիմա դա չեք անում, դեռ Հիմա ինչով եք իրավունք չունենք դա անելու, որովհետև կհան պաշտոնապես դերևս չի։ 14-ից հետո եք դա պլանավորում անել։ Այդ երդես չգիտեմ, քննարկում ենք, երբ որ կգտնենք, որ դա էական ազդեցություն է ունեցել։ Դիմեք, 2017-ի օրինակ իզուր չբերեցի, որ խաղաղ ընտրություններին 1 տարի հետո հաջորդեց հեղափոխությունը։ Իշխանության ամեն թվանկարչություն չի, որ վերջնականապես հասարակության կողմից մարսվում է։ Ձեր հարցի ենթատեքստը արդյոք ընդդիմություն ունեցել է սխալներ, թե չէ, իհարկե ունեցել է։ Իսկ ով ասում, որ ընդդիմությունը անթերի է եղել, միայն իշխանության ռեպրեսիաներն են մեղավոր, չէ, մենք ինքներս ունեցել ենք սխալներ, տակտիկական էլ, գուցե ավելի գլոբալ էլ, ինչը հասարակության որոշակի շերտերի մոտ մեծ հավատ չի առաջացրել, որ կարող են առաջանալ փոփոխություն։ Այսինքն եւ եղել են ռեպրեսիաները, եւ եղել են առանձին վերցրած բոլորի սխալները։ Ես կարծում եմ ընդդիմադիր գործիչները իշխանության արած հանցագործ վարքագիծը քննադատելուց բացի պիտի խոսեն նաեւ իրենց սխալների մասին։ Ես գործիչ եմ, որը երբեք չի խուսափել այդ նաեւ ընդդիմության սխալները մատնանշելուց։ Դա շատ բազմաթիվ գործոններ են ազդել։ Լավ, հիմա ո՞րն է լինելու վերահաշվարկից եւ արդեն ԿՀ-ի պաշտոնական հրապարակումից հետո ձեր քայլերը։ Դիմելու եք սահմանադրական դատարան, թե ոչ։ Դե ասեցի, հիմա քննարկում է նաեւ դատական կարգով վիճարկելու հնարավորությունը։ Այդտեղ արդեն իրավաբանների գործն է, ես որպես քաղաքական գործիչ շատ չեմ միջամտում, եթե կգտնեմ, որ համակարգային ընտրակերծարարության կամ համակարգային այլ դրսևորում է եղել, որ ազդել է էլեկտորալ պատկերի վրա, կդիմվի այո դատական կարգով վիճարկման։ Ընդ որում սա հայտարարել են ոչ միայն ԲՀԿ-ն է այս մասին խոսում, այլ մյուս երկու։ Դե Հայաստան դաշինքը ասել է արդեն։ Այո, մյուս այսինքն իրենց համար դա պարզ է, ձեզ համար դեռևս պարզ չէ։ Իրենց համար գուցե արդեն պարզ է։ Մենք ուսումնասիրությունների փուլում ենք, որտեղ միջև այս պահը, ինչպես դուք արդարացիորեն նշեցիք, նույնիսկ մեր կարգավիճակը հստակեցված չի։ Խորհրդարանական ենք, շեմին ենք եւ այլն։ Այդ երկու։ Երրորդը ես եթե իմ կարծիքը կհարցնեք, այդ հարցում միշտ մասնակցային վարքագծի կողմնակից եմ եղել, այսինքն հիմա հնչող ամենա պոպուլյար հարցն է նա, թե արդյոք պետք է մանդատները վերցնել, եթե չէ, այստեղ կա շատ պարզ քաղաքական լուծում։ Մանդատները չի վերցնում, եթե նույնիսկ ընտրությունների որակից շատ դժգոհ է լինում, ոնց որ մենք ենք, չի վերցնում են քաղաքական ուժեր կամ չեն վերցնում են քաղաքական ուժերը, որոնք պատրաստ է հեղափոխության սցենար ունեն։
Նման սցենար գոյություն չունի այս պահին, հետևաբար մանդատները չվերցնելու պարագայում ընդդիմադիր ուժերը շատ մեծ հավանականությամբ կրկնելու են վրացական ընդդիմության սխալ մարտավարությունը, ինչի հետևանքով իրենք մարգինալիզացվեցին, գիտեք, խորհրդանական իրենց վերջին ընտրություններից հետո չվերցրեցին մանդատները, վրացական ընդդիմության 3-4 կուսակցություններ փողոցում էլ ձախողվեցին, որտեղ ըստ էության հստակ պլան չունեին գործողությունների եւ դրանից իշխանությունը չսասանվեց։ Ես կարծում եմ մանդատները պետք է վերցնել, խորհրդանական շատ ակտիվ գործունեությունը պիտի զուգակցել փողոց գեներացնելու մարտավարության հետ, այսինքն ապահովել ակտիվ խորհրդարան, գումարած ակտիվ փողոց բանաձևը եւ կաղ լեգիտիմության ռեժիմ գործող իշխանությանը շատ հնարավոր կլինի արդյունավետ գործունեության շնորհիվ 1-2 տարվա ընթացքում հեռացնել իշխանությունը։ Հա, պարոն Սուրյանց, եթե դուք ամեն դեպքում վերցնեք մանդատները, մյուս ընդդիմադիրները երևի միգուցե այդպիսի որոշում էլի կայացնեն վերցնելու մանդատները, չի ստացվում, որ դուք մի կողմից ասում եք կեղծված են ընտրությունները, բայց մյուս կողմից էլ այդ կեղծված են։ Դուք ես չգիտեմ, դուք ասեք։ Ուրեմն տեսեք, մի մանիպուլյացիա։ Չէ, ես հարցնում եմ։ Ընտրությունները կեղծված են կամ առնվազն բիրտ ուժի միջամտությամբ են ձևավորվել։ Միայն ձեր ստացած քվերներն են արդար։ Ամբողջ։ Այն քվերները, որ մենք ստացել ենք, պատասխանատու ենք այդ քվերների համար։ Մենք իշխանության պես վարչական կամ ռեպրեսիվ ռեսուրս չունեինք։ Ֆինանսական ու մարդկային եւ մեդիա ռեսուրսների եք դուք տիրապետում ձեր քաղաքական ուժը։ Հանցագործություն, ես Չէ, ասում եք ռեսուրս, ես չեմ ասում հանցագործություն, դուք ասում եք մենք ռեսուրս չունենք իշխանության չափ, ես էլ ասում դուք էլ այլ ռեսուրսներ ունեք, մարդկային, ֆինանսական, մեդիա ռեսուրս ունենալը հանցագործություն չի։ Հանցագործություն չի։ Մանավանդ որ մեր ֆինանսական ռեսուրսները շատ հին պատմություն ունեն, իսկ հեղափոխական դրաշամանուկները այդ հասցրել են անել 8 տարում։ Լավ կլինի առանց վիրավորանքների մեր եթերում։ Բայց դրաշամանուկը որտեղ տեսակ։ Պատասխան վիրավորական, հա։ Ես հայերենի շատ լավ տիրապետում եմ։ Պարոն Սուրյանց, դուք ասում եք ընտրությունները կեղծված են, ձեր քվերները ոչ, ո՞նց է դա հնարավոր։ Ես ասում եմ մեր քվեն, որովհետև մենք ռեպրեսիայով ոչ մի մարդու տեղամաս չենք բերել։ Եթե ընտրությունները կեղծվել է գործող իշխանության կողմից, ո՞նց է ստացվում, որ մյուսների դեպքում կեղծված է, ձեր դեպքում ոչ։ Մյուսների դեպքում ով ասա, ես ասում եմ ընդդիմության ձայները ամբողջ աշխարհում այդպես մաքուր ձայներ են, որտեղ ընդդիմությունը չի կարող ռեպրեսիաներով կամ ահաբեկելով մարդ բերել տեղամաս։ Այսինքն մեր ձայները մի բան էլ պակաս են։ Այն քվեները, որ մենք ստացել ենք, հաստատապես մեր քվեներն են։ Իշխանության քվեները ամբողջ աշխարհում այդպես, ես մի նորույթ չեմ բացահայտում։ Իշխանության քվեները դեռ կպարզվի որ մասնա, որ իրենց իսկապես կողմնակիցներն։ Լավ, եթե ընտրությունները կեղծված են, բայց դուք դեռ կասկածում եք դիմելու սահմանադրական դատարան, դեռ պիտի որոշեք, վերլուծեք, հասկանաք։ Ճիշտ ձևակերպում ընտրեմ։ Ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է։ Բայց կեղծված չի։ Դե նույնն է, եկեք ես սիրում եմ ճշգրիտ տերմին օգտագործել։ Շատ լավ, այդ պարագայում դուք դեռ կասկածներ ունեք կամ պիտի վերլուծեք, հասկանաք, դիմում եք սահմանադրական դատարան, թե ոչ։ Բաբի փաստերը լավ ուսումնասիրել։ Սահմանադրական դատարանին վստահում եք։ Այսինքն, եթե ես արդարադատության նկատմամբ ունեմ կասկած, ենթադրենք, մեկ իմ նկատմամբ հանցագործություն է կատարել, դիմեմ Սամասուդի միջոցին, ունենք են ինչ ունենք, ամբողջ գործիքակազմից պիտի օգտվենք։ Իշխանությանն էլ չենք վստահում, բայց այդ չի նշանակում անաչառությանը չեք հավատում եք կառույցի, դիմում եք, լեգիտիմացնում եք, թե կներեք, սրանք շատ կարևոր բաներ են։ Չվստահելով հանդերձ, մարդը իրավունքի ձեռած բոլոր գործիքակազմը միջև վերջ պարտավոր է օգտագործել նախ քաղաքական գնահատական տալու համար, երկրորդը միջազգային իրավունք էլ կա դրա շրջանակներում իրավունքը ռեալիզացնելու համար եւ երրորդը ի վերջո երբ որ մի օր իշխանապողություն երկրում լինի մարդկանց հանցագործությունների փաստաթղթավորված փաթեթ պիտի ունենաս։ Ձերի համար եք այսինքն անում, պարոն Սուրյանց, ձևականորեն դիմեք սահմանադրական դատարան, ստանաք գնահատական ընտրությունների, չվստահեք այդ ստացած գնահատականին, բայց հետո փաստաթղթավորված ունենաք, որ դուք բողոքարկել եք ընտրությունների արդյունքները։ Ամբողջովին պիտի օգտվել։ Հա, բայց եթե դուք չեք վստահում այդ կառույցի անկախությանը, ինչի՞ լեգիտիմացում դիմելով։ Ինչ եք առաջարկում ազգային ժողով չգնալ։
Այսինքն դուք գիտեք ինչ եք առաջարկում։ Ես չեմ առաջարկում, ես հարց եմ տալիս Բարսույանյանց։ Ես ձեր հարցի տրամաբանությամբ ասեմ, ձեր հարցի տրամաբանությամբ եթե առաջնորդվենք, իրավական նիհիլիզմը պետք է գերակա դառնա այս երկրում։ Եվ իշխանության բանդիտիզմին պատասխանենք իր լեզվով։ Ու երկրում ձևավորվի քաոս։ Լավ, Բարսույան, հարցի հակառակ կողմից մոտենանք։ Լավ։ Սահմանադրական դատան ինքը թողապացուցի, վարչության վրա է, թե իշխանության պատվերի տակ։ Շատ լավ, հարցի հենց այդ մասով մոտենանք։ Եթե ստացվում է այնպես, որ դուք վերլուծում եք եւ գտնում եք, որ իսկապես պետք է դիմել, անհրաժեշտություն կա դիմելու սահմանադրական դատարան։ Այո։ Անկախ նրանից, որ դուք մտածում եք, որ կասկածի տակ է դրված նրա անաչառությունը։ Եթե սահմանադրական դատարանը դիցուկ ընդունում եք գնահատական, որ այո, ընտրությունները չեն անցել ազատ, արդար եւ թափանցիկ։ Դուք ընդունում եք սահմանադրական դատարանի այդ գնահատականը, թե էլի ելնում եք այն կանխավարկածից, որ իրենք արդար, անաչառ դատարան չեն։ Աբսուրդ պարունակող պնդում կա ձեր հարցում, որտեղ եթե ես այդպես եմ կարծում եւ արդարադատության ինստիտուտը նման որոշում կկայացնի, բնականաբար այդ որոշումը պետք է կյանքի կոչվի։ Նախ նույնիսկ եթե ապօրինի որոշում կայացնի մեր կարծիքով, մենք չենք կարող դրա կյանքի կոչմանը խոչընդոտ հանդիսանալ, որովհետև գիտեք, դատական ակտի խոչընդոտում որևէ մեկը իրեն թույլ տալ չի կարող։ Իսկ ես նշեցի, անկախ մեր վերապահումներից, մենք օրինապաշտ քաղաքացիներ ենք եւ մեր քաղաքական պատկերացումները չի, որ իրավակ իրար պրակտիկա է ձևավորում։ Դա Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սահմանել է։ Այս օրերին շրջանառվում է նաև հետևյալ միտքը, որ ԲՀԿ-ն հարմար կլինի, որ անցնի խորհրդարան հենց իշխանության համար, որովհետև տարածում այդ ստերը։ Դե չգիտեմ, հարց եմ տալիս։ Ես ասում եմ, բացառում եմ որևէ կոմպրոմիս եւ գործարք քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Իսկ դա ո՞նց եք երաշխավորում։ Երաշխավորում եմ իմ անձով եւ իմ անունով։ Եթե մի օր նման բան կլինի, ես ձեր եթերում հրապարակային ներողություն կխնդրեմ կամ մանդատ ունենալու պարագայում կհրաժարվեմ մանդատից։ Բայց ո՞րն է դրա մոտիվացիան ձեր ասելով նման սուտ տարածելու։ Որպեսզի վարկաբեկ եմ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Մի կողմից ռեպրեսիաներ են ենթարկում, թատրոն են սարքում, քրեական գործեր են հարուցում, մյուս կողմից էլ ուզում են ցույց տան, որ այդ իրանց քրեական գործերից մարդիկ այնքան վախեցած են, որ կոմպրոմիսներ են իրենց փնտրում։ Շատ པարզ ավտորիտար իշխանության ձեռագիր է։ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործը հետապնդում եք համարում։ Միանշանակ։ Բայց այդ նույնիսկ ընթացակարգերն են խախտել։ Ինչ կերպ։ Մարդը օթանավական, եթե չգնար, չէր էլ իմանա, որ իր դեմ քրեական գործը հարուցված։ Մարդու դեմ ընդհանրապես, երբ որ քրեական գործը հարուցվում, գործը հարուցում են, պատշաճ ծանուցում են, սա մեկ։ Երկրորդը Գագիկ Ծառուկյանը падգամավորի տեխնացու է, առանց ԿՀ-ի համաձայնության իրավունք չունեն իր դեմ քրեական գործ հարուցել։ Հիմա թող գնան դատախազությունով, բանով այս ապօրինության տակից դուրս գան։ Այսա հաստատ վիճարկվելու է դատական կարգով։ Ու միջև մի հետ հասնելու է։ Սա նոր քրեական գործ է, նոր մեղադրանք է, թե նախկին քրեական գործերի։ 3 падգամավորի տեխնացուի դեմ քրեական գործ է հարուցվում։ Հերիք չիրան չեն ծանուցում։ Այդ հետո է իմանում։ Մի հատ էլ լուսանկարիչ են ուղարկում օթանավակայան։ Թամաշա ու թատրոն են սարքում, որ փախուստի իմիտացիա ստեղծեն, իշխանամետ կայքերը վերնագրի թեմա ունենան։ Գետինը մտնելու բան է իրականում։ Մարդուն չեն կանչում իրավապահ մարմին, չեն տեղեկացնում, որ քո դեմ քրեական գործ կա։ Պատգամավորի տեխնացուի դեմ քրեական գործ են հարուցում, առանց ԿՀ-ին տեղյակ պահելու կամ ԿՀ-ի համաձայնության։ Դե ԿՀ-ն այսօր լրագրողներին պարզաբանեց, որ պիտի հարց ուղղել դատախազությանը, թե ինչու է դա արել։ Ես էլ եմ հարց ուզում դատախազության։ Դուք ինչ եք անելու։ Բա ու ԿՀ-ին չեմ մեղադրում։ ԿՀ-ն ոչ չի ասելու, իմացել եմ, այս մարդու դեմ քրեական գործ եք հարուցում, մի հատ ինձ դիմում ուղարկի։ Բա նա ինչու էր ուզում երկրից հենց ընտրություններից անմիջապես հետո գնալ։ Ուրեմն վաղօրոք պլանավորված բան է, մարդը քրեական հետապնդման տակել չի եղել։ Ոսա բերդ չի, որ չկարողանանք մի օրով տեղ գնանք, հետ գանք։ Թե բերդախաբար չենք։ Մարդը ազատ է տեղաշարժի մեջ։ Հիմա ես ու դուք էլ ենք, չէ՞ պարբերաբար մեկնում արդ երկիր։ Ցանկացած բար էլ 2 օրով հետադարձ ստոմստել ունեցել, այսինքն տեղ բան չկա։ Թեմա չկա քննարկելու։ Մարդը ազատ կարգավիճակ է ունեցել, չհետապնդվողի։ Մտածել է, որ իրավական երկրում է ապրում, եթե հետապնդման թեմա կա, գոնե ԿՀ-ի նիստի տեղի ունեցածներ, որտեղ
այդ պրոցեդուրային ընթացակարգին տված լինեին համաձայնություն։ Այ հետո ասում եք ինչի իշխանությանը չենք հավատում, այս սրա համար բեսպրիդելա։ Ինչին հավատաս։ Լավ, ամփոփում ենք զրույցը, պարոն Սոնյանց, դուք ասում եք, որ ԿՊ-ի հաղթանակը թուրք-ադրբեջանական տանդեմի եւ արևմուտքի հաղթանակն է հայոց պետականության դեմ, ճիշտ է։ Հիմա էլ եմ պնդում։ ԿՊ-ն այս անգամ ստացել է 727.827 քաղաքացու ձայն։ Իրենք են թուրք-ադրբեջանական տանդեմը, այսքան քաղաքացի։ Այդ խեղճ քաղաքացիներին ինչ եք թիրախավորում։ Այդ խեղճ քաղաքացիները մեդիա տերորի ովքեր են ձայն տվել ու ԿՊ-ի հաղթանակը ապահովել, պարոն Սոնյանց։ Մեդիա տերորի, ահաբեկումների, տոտալ հակաքարոզչության ու քարոզչության ազդեցության տակ են։ Դրանց մեծ մասը խեղճ ու կրակ մեդիա գիրագիտության հետ խնդիրներ ունեցող իշխանության ինֆորմացիոն տերորի տակ գտնվող մարդիկ են։ Բայց եւ այնպես իրենք են ապահովել։ Այդ նույն մարդիկ, որ գնացին 100,000-ներով ստեղծե ձայն տվեցին 2017 թվականից Սերժ Սարգսյանին 100,000-ներով։ Մոտավորապես այդ կարգի քվեստ ստացավ։ Այդ նույն մարդիկ 100,000-ներով մի տարի հետո դուրս եկան Սերժ Սարգսյանի դեմ հեղափոխություն արեցին։ Մեր քաղաքացիներն են նորմալ կոմունիկացիոն կետները, ամեն մարդու աշկեր մի օր է բացվում։ Այդ մեր քաղաքացիների աշկերը դեմ հարցում իրենք են ապահովել ԿՊ-ի հաղթանակը, դուք հիմա այդ հաղթանակը թուրք-ադրբեջանական տանդեմի հաղթանակ եք որակում հայոց պետականության դեմ։ Ուզուրպացիոն բնույթի հայտարարություն արել, տեղամասերի ընդամենը 10% էր հաշվառված, տեղամասերում հարցումներ էին գնում, չերի ռեստորանային համալիրում, որտեղ իրանց նախընտրական շտաբն է տեղակայված, արդեն հայտարարեց իր հաղթանակի մասին։ Բայց դա ինչ փոխեց ընդհանուր պատկերում։ Ես չգիտեմ, կգա ժամանակ։ Նախկին իշխանության հետ կապված բազմաթիվ բաներ նոր են, չէ՞, բացահայտվում։ Կգա ժամանակ շատ հարցերի պատասխան կունենանք։ Ես դատախազ չեմ։ Ամեղության կանխավարկածը հարգում եմ, ի տարբերություն երկրի փաստացի ղեկավարի։ Կգա ժամանակ յուրաքանչյուր հիմա ես ողջամիտ կասկածներ ունեմ, որ իշխանությունը հանցագործ ընթացքի մեջ է։ Իսկ քաղաքացիներին ցավում եմ, որ այդքան քաղաքացի է գտնվել, անկախ նրանից ճնշման տակ է եղել, թե մոլորության մեջ, որ ձայն է տվել Ալիևի երջանիկ վասալներին։ Մնացածը կտա ժամանակը հարցերի պատասխան։ Պարոն Սոնյանց, տեսեք 18 թվականին, երբ քաղաքացիները 800,000-ից ավելի ընտրեցին գործող իշխանությանը, այդ ժամանակվա հեղափոխական իշխանությանը, ասում էինք էյֆորիա է։ 21-ին երբ ընտրեցին, ասում էին վախ է եւ հետընտրական վիճակ է, մարդիկ ուղղակի չեն կարողացել դրա տակից դուրս գալ։ Հիմա ընտրել են, սպասեք, ես ընդհանուր եմ ասում, ես ձեր մասին չեմ ասում։ Ես ընդհանուր եմ ասում։ Կարող է հիմա մի ընդհանուր գնահատական է եղել, պարոն Սոնյանց, որ մի դեպքում էյֆորիայի, մի դեպքում հետ պատերազմական իրավիճակ էր, հիմա էլ ասում եք վախ, ռեպրեսիաներ եւ այլն եւ այլն։ Միգուցե ձեր ասացի եւ առաջարկածի մեջ է խնդիրը, ոչ թե մարդկանց ընտրական վարքագծի։ Դուք ասում եք, ես ոչ մեկին չեմ վիրավորում, դուք ինքներդ ձեր գրածով ասում եք թուրք-ադրբեջանական տանդեմն է հաղթել։ Արցախը կործանելու համար Նիկոլ Փաշինյանի զանգվածային շնորհակալություն հայտնել։ Չի կարա նման բան լինի։ Բանականությունը չի դիմանում այդ փաստարկին։ Ես ասում եմ, առնվազն 200-300,000 քվե իշխանության ստացածի համար կասկածելի է։ Ամբողջ հարցազրույցում այդ եմ ասում։ Դրանց ցակումը կասկածելի է։ Թե չէ ստացվում է այս ժողովուրդը մատաղ արե Նիկոլի ոտների առաջ այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը կործանել է։ Դուք դե ժողովուրդ եք տեսել աշխարհում։ Փաստը այսքան մարդ տվել է իր քվեն գործող իշխանությանը, պարոն Սոնյանց։ Ձայնի հիմք մոտիվ ես կասկածի տակ եմ։ Շատ լավ, սահմանադրական դատարանը Աստված հանգիստ կկարողանաք դիմել։ Սահմանադրական դատարանը կամ ժամանակը։ Ժամանակը։ Նիկոլ Փաշինյանի պես ավտորիտարների է մեր ժողովուրդը ճամփու դրել։ Նիկոլն էլ ոնց եկավ մի օր էլ նս կգնա էլի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար ԲՀԿ-ի падգամավորի տեխնացու Սուրեն Սուրենյանցն էր։ Կհանդիպենք։